Նորմալ, հիմա ինչի եք քաղաքացիները ազատ են տեղաշարժվելու համար։ Ամենամեծ խոչընդոտը քաղաքացիների տեղաշարժվելն է։ Դες մենք ապահովեցինք մանկապարտեզանցա։ Россия не миротворец! Россия торговец! Вон из Армении предатели! Суки! Россия вон! Россия вон! Ցույց տալ, որ Հայաստանը այլևս Ռուսաստանին չի դիտարկում որպես դաշնակից, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները դրա բոլոր հետևանքներով։ Իրենք այլևս այստեղ չպիտի մտնեն որպես սեփական տարածք, սեփական դուքյան, իրենք պիտի այստեղ իմանան, որ մի քանի անգամ ավել պիտի մտածեն Հայաստան գալիս եւ պատահական չի, որ Մատվիենկոն ասուլիս չի տալիս, որովհետեւ ցավագին հարցերից է խուսափում։ Բայց մոտ մեկ ամիս առաջ Սերգեյ Լավրովն էր Հայաստանում, որ ասուլիս է տվել։ Այո, եւ դա առաջին անգամ ռուսաստանցի որևէ բարձրաստիճան պաշտոնյա տեսավ, թե Հայաստանում ոնց են առասարակ Հայաստանում դիմավորում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյային եւ հետայսու բոլոր ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին հենց այսպես են դիմավորել։ Բայց այդ ժամանակ հեռացին ագնաշենքի մոտից, ըստ երևույթին, որ Լավրովը չտեսին թե ինչ է։ Դե հիմա էլ ոստիկանները կարծես նույն առաքելությամբ։ Ով կարող է լինել Հայաստանի հավատին դաշնակիցը։ Նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարական հեռանկարները, Հայաստանի զարգանալու, անվտանգ լինելու, պաշտպանունակ լինելու, դիմակայուն լինելու իրավունքը։ Պարոն Բաբաջանյան, Ալեն Սիմոնյանը Ես Ալեն Սիմոնյանին չեմ մեկնաբանում, ոչ էլ ուզում եմ որևէ հասկանալ կամ հստակ որևէ փաստեր, որոնցով կարող են մեր երկրին իրավապահել։ Դուք ձեր լրատվամիջոցը ուղիղ մասնակիցն եք հիբրիդային պատերազմի, դուք ուղիղ գործիք եք, դուք ուղիղ գործիք եք, ձեր հովանավորները ուղիղ, դուք չեք կարող, դուք լրագրող եք, ես էլ ձեզ ասում եմ, որ դուք անմիջապես հիբրիդային պատերազմի գործիք եք։ Ռուսաստանը հաստատ հրապարակել, պարոն Բաբաջանյան։ Ասում եմ, Թույնավոր հարցերի շատ կոնկրետ լրատվամիջոցի մասին է։ Կարող են բոլոր հարցերը պատմական Շատ կոնկրետ հարցերով լրատվամիջոցի չեմ տա, հարցակցություն չեմ տալիս։ Ես չեմ իզեր դուք որտեղից Պարոն Բաբաջանյան, դուք եթե ունեք ապացույցներ, կարող եք ներկայացնել անվտանգության, ազգային անվտանգությանը։ Դուք ասում եք դուք հիբրիդային պատերազմ։ Ես չեմ ասում անում, դուք ասում եք ես ասում եմ, որ դուք գործիք եք հիբրիդային պատերազմի։ Ռուսների ձեռքում, դուք Հայաստանի պետականության դեմ գործող լրատվամիջոց է։ Մեր երկրում կա իրավապահ համակարգ, ինչու՞ չէ։ Հուսամ, որ կա եւ իմ հիմնական դժգոհությունը գործող իշխանություններից հենց դրանից է, որ Հայաստանում ոչ դատական համակարգ է նորմալ գործում, ոչ իրավապահ համակարգ է գործում, թե չէ դուք վաղուց չէիք լինի։ Այո, ես կլինեի իհարկե, բայց դուք որպես լրատվամիջոց գոյություն չէիք ունենա, որտեղ դուք ուղիղ ռուսների ձեռքում գործիք եք։ Իսկ դուք ում ձեռքին եք գործիք։ Ես Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի իմ իրավունքը իրացնելու ժողովրդի իշխանության գործիքն եմ։ Իսկ ինչու եք այսօր այսքան Ես ընդհանրապես քանակի խնդիր չեմ դրել։ Իմ անձնական Facebook-յան էջով, ես ես անձնապես վիրավոր եմ։ Ես հիմա չեմ։ Ես ասում եմ, ստեյության հարցերով լրագրող եք, ստեյության։ Բայց ես անձնապես չեմ վիրավորել, ես ասում եմ, ես լրագրողը իրավունք ունի ցանկացած Իհարկե իրավունք ունի, ես էլ իրավունք ունեմ պատասխանելու եմ ինչ որ ուզում եմ։ Պատասխանել։ Սա է, Ասում եք ապացույցներ ունեք, ասում եմ դուք կենթանի ապացույց եք։
Դրանից ավելի չեք ուզում։ Կարող եք ներկայացնել անվտանգության ծառայություն։ Դե եթե ունենայինք նորմալ անվտանգության ծառայություններ, իրենք վաղուց արդեն ձեզնով զբաղված են։ Россия предатель! 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 Ժողովուրդ, բարեկամը կարող է ինչ-որ Լրագրողներ ջան, դուք էլ խնդրում եմ առաջ գնացեք, հա։ Բա իրանցով նկարի որ մենք։ Մյուս բանը ոստիկանությունը շփեք, առաջացեք թե նկարեք շփտանք դնում։ Եղբայր հետ մեր ախպերներն եք, այ, իրանք դեպքում ուր ախպերներին են աշխարհում մեր ախպերներ։ Այ, իրանք լավ գիտեք։